մարդիկ, ովքեր հարց են տալիս, երբ եւ ինչպես են սրանք պատժվելու, սարքած պատերազմի, սադրած պատերազմի, fake իշխանափոխության, 8 միլիարդից ավել արտաքին վարկ, պարտք, պետական պարտք լափելու, մի ամբողջ հայրենասեր երիտասարդ սերունդ կործանելու ու հողին հանձնելու համար, այդ մարդիկ պիտի լսեն պատասխան, մենք խոստանում ենք, մահապատիժ, պետական դավաճանների համար պիտի լինի մահապատիժ, օրենքով սահմանված կարգով, Հայաստանը պիտի դուրս գա մահապատիժն արգելող կոնվենցիայից և համաժողովրդական հանրաքվեով վերականգնի մահապատիժը պետական դավաճանության և առանձնապես խոշոր չափի պետական թալանի համար։ Իմ նպատակն ու ցանկությունը մեկն է, միայն մեկն է, հասնել պետական դավաճաններին պատիժ իրագործելու օրվան, խիստ, օրենքով սահմանված կարգով, արդար, բայց չափազանց խիստ պատիժ իրագործելու։ Ես գիտեմ, որ մարդկանց ահռելի մի հատված, անհագուրդ ցասումով լցված, սպասում է պետական դավաճաններին խիստ պատժի ենթարկելու օրվա։ Պետական դավաճանների ամբողջ գույքն ու ունեցվածքը պիտի կոնֆիսկացվի, բռնագանձվի, անկախ նրանից այդ գույքը ձեռք է բերվել թալանի ընթացքում, թե ձեռք է բերվել այլ ճանապարհով, թե ժառանգվել է, ոչինչ նրանք պիտի չունենան։ Այնքան ինչքան ես եմ ծրագրեր գրել, այնքան ինչքան մեր թիմն է ծրագրեր ներկայացրել, շատ քչերն են դա արել, բայց հիմա, ոնց ես հասկանում եմ, ծրագրեր լսելու, քննարկելու ժամանակը չէ։ Հատուկ սարքած պատերազմի, միտումնավոր կազմակերպված սադրանքի, տապալված բանակցային գործընթացի, հողին հանձնված 5000 մեր սերնդի ոսկի, իսկապես ոսկի, լավագույն ներկայացուցիչների, 10,000-ից ավել հաշմանդամների, մի քանի տասնյակ հազար ուժացների, նրանց հարազատ բարեկամ, ծնող, մերձավոր, զավակ եւ այլն, 240,000 սովի մատնված աղքատության ճիրաններից չպրծած մարդիկ, նվազագույն սպառողական զամբյուղին չտիրապետող մարդիկ, հուսալքված մարդիկ, թուրքացման ալիքի տակ մնալու ցանկություն չունեցող մարդիկ եւ այլն, 8.5 միլիարդ արտաքին պարկ խժռելու մասին մտածող մարդիկ, այս բոլոր մարդիկ ուզում են լսել, իսկ ով է կրելու սրա համար պատասխանատվություն, իսկ ով, երբ եւ ում է պատժելու սրա համար։